Շարունակում ենք սելի հեռուստադիտողներ, 5 երգ, նոր տեսահոլովակ, Ներկայացնում ես։ Երգ, սիրով, մեր հյուրն է Սամսոն Պանյանը, ժողովրդական երգիչ։ Ողջույն, լավ եք։ Շատ լավ։ Շնորհավորում ենք ձեզ տեսահոլովակի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Դե պատմեք։ Ասացիք Թոմաս Պողոսյանը դրական կարծիք է հայտնել։ Այո։ Ես վստահ եմ, որ շատերի համար, այո։ Շատ։ Ինչով էր պայմանավորված։ Լսեց վարպետը, խոսեցինք, իր խոսքերն ասեց քո նման կիրթ դաստիարակված կատարում։ Քո տեսակի մեջ էր, ոչ մի ավելորդ։ Ելևեջներ, ոչ մի բան։ Այո։ Բայց ժողովրդական երգը այսօր ինչքան է ցանկալի հանրության կողմից, չգիտեմ։ Եթե նայենք ցանկալին, պետք է ոչինչ չանենք։ Այդտենց վատ է մեր վիճակը։ Չէ, վատ չի, ցանկալի է։ Գոնե մի մասի համար, գոնե 50%-ի համար ցանկալի է, բայց եթե ձեռքներս ծալենք, նստենք, այն մի մասն էլ կկորցնենք։ Պետք է աշխատենք, անընդհատ համցնենք, պրոպագանդման կարիք ունենք։ Ես շնորհակալ եմ շատ ձեզ, այսօր որ ձեզ մոտ հյուրընկալվել եմ, ներկայացնում ենք, պրոպագանդում եք ազգային երգը։ Մեր մշակույթը մենք իրոք ունենք դրա խնդիրը։ Մենք մի քիչ օտարամոլ մի քիչ չէ, լավ է, տեղը։ Շունչ ունենք մեր մեջ, որ շուտ ենք գնում ուրիշ տեղ։ Դրա համար մեր անընդհատ պետք է պրոպագանդվի, որ հետ գան սահմաններից հետ։ Հնարավոր է հետ վերել։ Իհարկե։ Երբ որ հեռուստաընկերությունները արդեն նաև բլոգերները աշխատեն այդ ուղղությամբ, նայում ես ինչ են պրոպագանդում Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում, զարմանում ես, ասում ես, լավ, ոնց կարելի է սա վերցնել, լայք հավաքել, սրա փոխարեն Ներողություն արտահայտությանը ասում է փողին մուննատ։ Հա, բայց դու չես պահում քո ստատուսը, դու պահում ես փող աշխատելու այդ բանը, ուղին։ Ռուսերեն լավ բարկա չեմ ասի։ Ամեն մեկը չի, որ ենթադրենք գումարի դիմաց, մեկ էլ կասի, չէ, այս իմ սկզբունքներին դեմ է, ես սա չեմ անում։ Չի վաճառվել, չի վաճառվել, այո։ Դե ցավալի է, որ մենք մենակ դրա մասին ենք մտածում, եթե այդպես մտածեինք, ուրեմն ոչ մի երկ պետքա չձայնագրեինք, որտեղ այսօր համերգները այնքան քիչ են, ազգային երգը ռեստորանում այնքան քիչ է, մեր հրավերները։ Համերգը չեղավ ազգային երգիչների հետ կապված գրված էր։ Չեմ տեսել անկեղծ։ Արամ Խաչատրյանն էր, որտեղ պիտի լիներ, հիմա կարող է վաճառվել կոնցերը, հա։ Չէ։ Շատ վատ է։ Որից հետո եղավ այն հայտնի համալիրում համերգը։ Դե հա։ Լեպլեցուն դահլիճով։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Իմ կարծիքով ոչ մեծն է գնում, ոչ փոքր է, զգում ես։ Իմ կարծիքով այն սերունդը, որ հիմա եկել էր, իրանք լավն են, իրանք մեզանից լավն են։ Իրանք պետք է հարցերը լուծեն, որովհետև չնայած այսպես մի բան կա, այդ նույն այդ համալիրի համերգի մասին եւ այլն, այդ երաժշտություն լսող ծնողները բնականաբար ամբողջ իրենց մեքենաների մեջ, իրենց տներում իրենք այդ երաժշտությունը լսում են եւ իրենց երեխաներն է բնականաբար թորներով։ Դա է ուզում ասել, բայց ո՞նց եղավ, որ մեր երեխայի մտքով չանցավ գնալ։ Որովհետև հիմա բռնության կոչ կա։ Երաժշտություն է։ Հա։ Որովհետև մենք այդպես չենք ապրում։ Հա, բռնության կոչ կանեմ, հետո կասեն բանա, եթերում բռնության կոչ են անում։ Բայց դե իրականում մենք պետք է հասկանանք, մենք ինչ ենք լսում, ինչ ենք ուտում, ինչ ենք առհասարակ խոսում, ոնց ենք մտածում։ Ինչի համար ենք լսում։ Ինչի համար ենք լսում, չէ, ինչի համար են լսում, հիմա ես ավելի կան համոզված եմ 80 ինչի համար ենք տարածում։ 80%-ին հարցնես ինչի համար են լսում, ինքը չի կարող քո հարցին պատասխանել։ Դե ցավալի։ Իմիջիայլոց մի 2 օր առաջ բավական շքեղ մեքենայի մեջ մի քանի երիտասարդներ էին, ովքեր ու հետաքրքիր դե հետևում աղջիկներ էին նստած։ Մի տեսակ էլ տենց process կար էլի, որ հանկարծ իրան չխանգարի որևէ մեքենա, դե հասկանում ես երիտասարդ տղա է, ուզում են ինքնահաստատվել այդ աղջիկների մոտ։ Այո։ Տաքարյուն էլ չեն երևի, մի քիչ բարձր գոռաց կարողա շատ շուտ փախնի։ Չէ, տաքարյուն լիներ։ Բայց ինչ էր հնչում, ռաբիշ չէր հնչում էր ինչ-որ ռուսական, չգիտեմ ինչ։ Ես մենակ լսում էի կիսա հայհոյա խառը, ինչ-որ տեն դմ, ինչ-որ տեն բառեր։ Հա, ռեփ կարա լինել։ Դες ինչ-որ այդ տիպի ինչ-որ մի բան դրա ռաբիս տարբերակը։ Չգիտեմ, ես մի քիչ ռուսական էստրադա շատ չեմ լսում, ու շատ անծանոթ են ինձ, շատ անուններ։ Տատյանա Բուլանովա չես լսում։
Լսում էի։ Լսում էի։ Բայց հետո որ նայեցի աղջիկներն էլ եկել էին առաջ իբր հետո մեր ճանապարհը կտրել, մտածեցին լավ մեծ կին է, բան չասենք ինձ էլի։ Ինչն էր հետաքրքիր, ես դե երկար ժամանակ խցանում էր, հասկացա, որ այդ երաժշտությունն է հնչում ու հասկացա ոնց են իրենք այդպես ապրում այդ երաժշտության տակ։ Բայց չկա ոչ մեղեդի կա, ես լսում եմ, ասում լավ, ես հասկանում եմ, որ կան ժամանակներ, որոնք փոխվում են, գալիս են ինչ-որ նորեր, նոր բաներ, բայց մենք էլ ենք եղել, որ մեր ծնողներն ասել են, «Էդ ինչ եք լսում, էդ ինչ ա իբր», բայց մենք ինչ էինք լսում, Մայքլ Ջեքսոնն էինք լսում, մեր ժամանակակից է իբր էլի, մենք Հյուսթոն էինք լսում, Քուին-ել էինք լսում, էդ էլ ես օրինակ շատ չեմ լսել, որովհետև ես մի քիչ տենց Մայքլ Ջեքսոնի շեղվածներից էի, հետո կամաց ինքը փոփոխվեց։ Իրականում մոտավորապես էդ էր, չէ՞, մեր ժամանակակիցը։ Հա, հետո 2000-ականներին Eminem էինք լսում, որ մեզ ասում էին, ինչ եք լսում, բայց էլի լավ է։ Շատ է տեսակ Enigma էինք լսում, որ օրինակ մեր ծնողները չէին սիրում։ Մեր 90-ականների էստրադան, ասենք Արձագանք ստուդիայի էստրադան, որը որ համարեցին շատ վատը ու փակեցին, բայց այսօր եթե հետ ենք նայում, դա շատ լավն էր ու գոնե համեմատական ասма չանցկացնի։ Դե համեմատականի կարիք էլ չկա, որովհետև ասма ինչ երգում են։ Եվ 90-ականների էստրադան, եւ նաեւ 2000-ականների էստրադան էլ էր մեր լավը։ Այո, մենք լավ երգիչներ ունեինք։ Չէ, բայց տես, հիմա ես վստահ եմ, դու ասում ես տանը լսում են։ Այսօր մենք կներեք հազար անգամ թշնամի պետություններից ենք խոսում, չէ, շատ վատ բաներ էս կոմենքում, բայց ինչքան հնարավոր է երգիչներ կան, ինչքան հնարավոր է անիմաստ այդ նույն երկրների խաղիկներն ու մելիզները պարտադիր պետք է այդ ռնգային երգեցողությունը պետք է, սխալ շեշտադրումը պարտադիր պետք է լինի։ Ես այն օրը տենց մի դուետ էի լսում, տղան այնքան լավ էր, այդ լավ տենց ինչ-որ տենց պոպ ասենք, հա, տենց ինչ-որ երգ էր հայկական։ Այն մարդ աղջիկը կլկլացնում է, տղան չէ։ Լսում ես վատը չի մեղեդին, ինչ-որ հին, չեմ հիշում, ինչ-որ տենց մի հին ֆոլկլոր երգ էր։ Ասում լավ, ինչ ես կլկլացնում։ Սիրում եմ։ Արած դրա ավելի գեղեցիկ է հնչում։ Հիմա որ ավելորդ ոչ մի բան չկա այս երգի մեջ, ոչ մի խաղիկ չկա, ելևետ չկա, չգիտեմ, գործիքների մեջ ավելորդ մուղամատ չկա, վատ է։ Հա, բա մենք այդտենց պիտի քրքրվենք դրա տակ, չէ՞։ Դարդերներս իրար։ Մռմռանք դրա տակ, ինչ որ։ Դե էդ է ուզում ասել։ Հիմա այդ տեսակ երգ լսող երիտասարդները հաստատ վստահ են, որ իրենց տանը մամաները, պապաները այդ չեն լսում, գուցե չեն ճանաչում այդ ով է։ Դա նոր բան է, բայց մենք եթե վերցնենք, որ մեր ծնողները չէին ճանաչում այդ նորերը, որ մենք լսում ենք, բայց այնտեղ մենք տեսնում ենք բեմում պար, հա պլաստիկալ, երաժշտություն, տեսահոլովակ, փառահեղ, որը տենց ստիպում էր մեզ, որովհետև տեսահոլովակ չէր, այդ, չգիտեմ, հոլիվուդյան լուրջ ֆիլմ էր։ Բար, բովանդակություն։ Հիմա այդ երգի մեջ կա մենակ ինքդ քեզ անդադ լսես տենաս ով է հայհոյում։ Դրա լավը ո՞րն է, չեմ կարող հասկանամ։ Ծերացել ես։ Այդ ծերանալու նշանակ, որ չես ուզում քեզ ինչ-որ մեկը հայհոյի այնտեղից։ Հա, ես էլ եմ ծերացել, ես էլ չեմ ուզում։ Ինչ պլաններ ունես, ինչ նոր տեսահոլովակներ, նոր երգ։ Երկու երգ ունենք ձայնագրված, մեկը հենց ինձ համար գրված Գրիգոր Վանանցնապարային էլի երգ է, մյուսը ազգային ժողովրդական երգերից հավաքված Շարանա Պոպուրի, որ հույսով արդեն երկու երգն էլ պատրաստ է ձայնագրված է, հույսով ենք, որ մոտ ժամանակներում նաև կլինի իրենց տեսահոլովակները, ինչքան որ հնարավոր է փորձում եմ ձայնագրեմ, անեմ անկախ համերգների քանակից, անկախ, այսպես ասած, պատվերներից, փորձում եմ այն ինչ որ հնարավոր է, այն ինչքան որ հնարավոր է ֆինանսական ներդրում անել, ներկայացնել հանդիսատեսին, մնալ ասպարեզում, այսպես ասած։ Լավ է լինելու, իհարկե լավ է լինելու։ Ես հավատում եմ ու չեմ կոտրվում երբեք, որովհետև եթե ամեն մեկս մեր հերթին ասեն, գիտես ինչ, վերջ, այդ վերջը կգա։ Պետքա չհանձնվենք այդ վերջին։ Իմ կարծիքը դա է։ Ես մի ժամանակ այդպես էի մտածում, հիմա ոնց որ թե էլ չեմ մտածում։ Դե լավ վերջին ենք ասել։ Դե լավ չես անում։ Չէ, ես չեն չի որ ես ասում ես լավ եմ անում, բայց ես մեկ-մեկ հասկանում եմ, որ դու վերջին չես ասել։ Դու վերջը կսարումը պետքա մենք մի քիչ համառ լինենք։ Ասում այսպես չի մնա, մի քիչ կվատանա ու այդպես կմնա։ Չէ, լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Հուսամ, մենք տենց լավ կլինի։ Հիշում ես այն արտահայտությունը, որ դպրոցում ասում էին, ժամանակին ասել են ապրեք երեխեք, բայց մեզպես չապրեք ու մենք ադատ ուզում ենք վերցանել այդ արտահայտությունը։ Եթե այսօր դուք այս երգը ընդունել եք, այսօր ինձ իրուն կալել եք այստեղ, ուրեմն
լավի նշույլը կա։ Հա, բայց մենք մեծ ենք, մենք ջահելների ասենք խոսում։ Բայց դու քեզ ատում որ մենք մեծ ենք։ Դու ես նոր ասում մեծ ես ռեպի չես հասկանում։ Ես հումոր եմ անում։ Հա, չէ, ռեպի առումով, չէ, ռեպել կա, ռեպել։ Մենք մեծ ենք, մենք հին ենք։ Այո, մենք հին առումի գործերն ենք սիրում, մեր ժամանակների։ Հա, բայց դրա մեջ էլ իրականում արված գործ կար։ Իհարկե։ Հիմա ամեն երկրորդ երիտասարդը, որ այն որ ասում է տենց բանով կպցնում է իրար բարերը, վերջինքը դառնում է ռեպ երգիչ։ Հետո դե անուններ են ասում, դες ճարաճ ասես ես վաղուց, հա, մեկը դե մեր ջահելությունը կոտորվում է իր համար, ասում է, փաստորեն վաղուց է։ Վաղուց է։ Չգիտեմ։ Քեզ էլ թարսեն, չէ՞, այն որ դու չես ճանաչում։ Հա, դու ժամանակի հետևից ես համաձայն եմ բոլոր ժամանակակից լուծումների հետ։ Իրականում ես միշտ ասում եմ, որ պետքա նախ մեղեդի լսես գոնե, որը քեզ պիտի ինչ որ հուշի, որ դա մեղեդի է։ Տարբեր ոճերի կարող է լինել։ Եւ գոնե թե օրինակ հիմա մեր մոտ աղջիկներ կան երգում են, լավ, ասում ես այդ ամբողջ 3 րոպեվա ընթացքում որ երգը հնչում է, կարելի է 2 բառից ավել էլի 2 բառ էլ լսեմ գոնե։ Մնացածը լա, այն մեկը 2 բառ է։ Իդե, բոլորս գիտենք ում մասին եմ խոսում, անուն չտամ։ Այդ աղջիկը, ով որ խայտարակ թուրքական մշակույթ է մտցրել մեր հայ երկարվեստում։ Ինքը սայաթնով էր երգում, շատ գեղեցիկ, առանց այդ զզվելի այդ վիճակների, այդ ինչ գեղեցիկ է, ես կուղարկեմ դու կնես, տես ինքը ինչքան գեղեցիկ է երգում, ինչքան ճիշտ է երգում, ինչքան լավ է երգում, բա ինչ ա եղել իր հետ, ինձ մոտ էլ հարց առաջավ, բա ինչ ա կատարվում մարդը։ Բայց դուք մի քիչ առաջ դրա պատասխանը շատ լավ տվեցիք, գումարը ու PR-ը, հիմա եթե մի երգ վերցնեմ, ազգային մի հատ երգ վերցնեմ, հաստատ այդ նույն խաղերը կանեմ, հաստատ այդ նույն ելևէջները կանեմ, ավելի վատ կանեմ, ինչ որ անում են, որ կբերի ինձ մի հատ սես բան, բայց ասենք ես ինձ, չգիտեմ, ես կամաչեմ տնից դուրս գամ։ Դե իրականում օրինակ ամոթ է, ես ինքս դասախոս մարդ, ես ինքս ուսանողին կրթում եմ, ասենք ուսանողին զերծ եմ պահում այդ ավելորդ կլկլոցից ու ես գնում եմ սահմանից են կողմ երգեցողություն եմ անում։ Ու ես երեխուն պրոպագանդում եմ, որ չէ, սա ախ պասամի երգի, բայց ես այդ նույն բանն անեմ։ Սարսափելի է իրականում այդ ամեն ինչը, բայց պետք է ամեն մեկս մեր տեղում փորձենք։ Ախր խնդիրը մենակ ազգային երգի մասին չի խոսքում։ Նաև էստրադա։ Հասկանում եմ, որ այո, սա այդ նույն կլկլոցը էստրադայի մեջ են վերեմցրել։ Ես այդ եմ ասում, էստրադա երգեք։ Լավ, այն որ ասում եմ, մուրը ձեր գլուխ է, 3 բառով երգեք։ Բայց եկեք չմկկանք, էլի մարդը լսում է, ոչ որ մեկը ոնց որ կան ինձ մկկա, ուզում ես ասես, այ բալաջան երգի էլի գոնե, այդ 2 բառը երգի գոնե, բայց մի ինչ որ տենց ձեներ հանի, որը մարդու տպավորություն չի համաձայն եմ, իրանցից շատերին մի հատ լուրջ երգ տուր, տես ոնց կկատարեն։ Բայց թե ինչ են իրանք անում այսօր, ինչի համար են անում, ախր այսօր կա իքուս չկա է, այդ անունն էլ չկա այսօր, այդ երգն էլ չկա է, ընդամենը մի քանի օր հետո այդ մոռացվում է գնում է։ Ինքն էլ հետ է։ Հավատացնում եմ, ես հասկանում եմ Դավիթ ում մասին է խոսում եւ այդպիսիները շատ ունենք, բայց իրականում հենց մեր տարիքի մի քիչ ավելի երիտասարդ եւ մի քիչ էլ բարձր, իսկապես լուրջ սերունդ կա, որոնք չեն էլ ճանաչում իրենց։ Երբ ուզում ես օրինակ բերել, իրենք ասում են ում մասին է խոսքը, որովհետեւ իրենք դրան չեն էլ հասել։ Բայց նայում ես ինչ գումարներ ա ծախսված, ինչ տեսահոլովակներ ա նկարվում, թանկ ռեժիսորների, օպերատորների կողմից։ Բայց այդ տեսահոլովակն էլ բովանդակություն չունի։ Մի հայտնի բլոգեր կա, բավական հետաքրքիր ծաղրում է այդ բովանդակությունը պատկերային առումով։ Իրականում այս մենակ հարցը հումորը չի ու կամ ինչ որ մեկը մտավ գրեց տակը լավ ես անում կամ վատ ես անում։ Բայց ցավն է որ մեկ շատ լուրջ են ընդունում այդ հումորը, Բեթհովենի հետ կապված որ արել էր, ասենք հասկացանք, չէ՞, ու մասին է խոսքը, բայց ասենք շատ մարդ այդ չէր հասկացել, որ այդ տղու ասելիքը ինչն է։ Չէ, ես իր մասին չեմ ասում, բայց իմացա ում մասին եք ասում, աղջիկ է, որը այսպես ասած փորձում է ավելի վատ ձևով կրկնօրինակել այդ տեսահոլովակների ձևն ու բովանդակությունը։ Դու նայում ես, իրականում հասկանում ես, որ երկու կին անում են նույն բանը, իսկապես նույն բանը։ Դու մեկին նայում ես, թվում է թե դա ծաղրում է, ծիծաղդ գալիս է։ Բայց ինքը ավելի լավն է անում դեռ։ Քան այն մեկը, որ ընդհանրապես պրոֆեսիոնալ տեսախցիկով է նկարել։ Եվ այդ համեմատության մեջ
Խնդիրը որն է, ծաղրել չծաղրելը չէր անգամ խնդիրը։ Խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մեկը նույն բանն է անում, բայց անունը ծաղրանք է, մենք իսկապես հռհռում ենք, բայց երբ որ դա ձևափոխվում է, դառնում է տեսահոլովակ, մենք դրա տակ չենք հռհռում։ Իրականում նույն բանն է արել, նույն դիրքով նստել է, նույն միջավայրում նստել է, նույն երգի տակ նույն բանն արել է, նույն կերպ մարմնի դիրքերը ընդունել է, նույն բանն է իրականում։ Մեկը տեսահոլովակ է, մեկը իբր բլոգերի ծաղրանք։ Տարօրինակն այն է, որ ես շատ ծիծաղողների ուզում եմ գրել, ուղղակի չեմ թույլ տա երբևէ գրել, իհարկե, եթե ասելու բան ունեմ, ուղիղ ասում եմ, ես սովորություն չունեմ գրելու, բայց ուզում եի գրել, դուք հասկանում եք, դուք ծիծաղում եք նույն բանի վրա, բայց այնտեղ չեք ծիծաղում, այստեղ ծիծաղում եք։ Այնտեղ ծափարում եք ու մեծարում եք։ Այդ բանը հատել ենք էլի, այդ զգացական այդ նուրբ գիծը, որտեղ եթե մի մարդը, որը բլոգեր է, երգիչ չէ, ու ավելի լավ ձայնային տվյալներ ունի դեպ, անում է, բայց դուք այնտեղ ծաղրանք եք ընդունում, բայց այնտեղ լրջություն եք որպես ընդունում։ Եվ սա շատ է խեղաթյուրում մեր իրականությունը, որովհետև շատ վատ է, որ մեր հայ կանայք պիտի հանկարծ ու երգեն, Են էլ այս տեսակ քիչ առաջա 44-օրյա պատերազմի մասնակից տղաներ էին մեզ մոտ նստած, այսինքն այդ տեսակ իրադարձություններ ապրած հայը, այ գոնե թե հիմա իրավունք չունի իրեն թույլ տալու դա անելու։ Այս մի քիչ շատ ցավոտ բան է։ Չէ, մենք մենակ կոմենտ գրելուց ենք այդ առումով լավ, իրար վիրավորելուց, այո, մեկնաբանություն գրենք, իրար վիրավորենք, բայց անեն չեմպիոն ենք։ Հա։ Ոչ մեկ չի հասնի։ Գիտես, ես նախորդ անգամ եմ այդ օրինակը բերել, շատ ռուսական մեկնաբանություններ եմ կարդում, ինչ որ ամենատարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Հիմարություններ են անում, ինչ որ բլոգեր է, որը ծաղրանքով էլ է այդ հիմարությունն անում, կին տղամարդ փոխհարաբերությունների, բայց գիտեք ինչն է տարօրինակը, որ իրենք ավելի մեծամասամբ կարող է 1-2-ին գտնես, որը ինչ որ տենց, այսպես ասած, իբր վիրավորում է։ Բայց չի վիրավորում, ուղղակի ասում է դա տգիտություն է եւ այլն։ Մնացածը ծիծաղում են, ծաղրանքի չափ կա, այսինքն վիրավորելուց են չափի զգացողությամբ։ Ես որ համեմատում եմ մերի հետ, մենք որ չհասնենք ազնական դաշտ, մենք ուրեմն հայհոյանքը միաձուլվում է աննեցքով, աննեցքը պտտվում է, գալիս է 7 պորտով սենց թռնում է, գալիս է հասնում է այսօրվա իրանց ջահելների դուռը, քննադատում եմ, մտնում ես այդ էջնել, նայում ես, տենում ես թորնատեր մի հատ կին է գրել։ Հա, բայց բառապաշարն էլ իր լեքսիկոնը նայում ես ինչ բառերով է գրել։ Ասում եմ, մինչև ողնաշարը պիտի վիրավորի։ Տանը տղամարդ կա, թե չկա։ Ինքը մտածում է կարող է, ես լավ չի հասկացել վիրավորանքը, սպասի մի քիչ էլ գրեմ, որ ուսենց ուղնու ծուծով հասկանա, որ ես իրան վիրավորում էի։ Սա իրականում ոնց որ հիվանդ հասարակության տպավորություն թողնենք։ Մեկը որ օտարը կարենա մեր լեզուն կարդա, մտնի կարդա, ասի դուք կարող հոգեկան հիվանդ եք։ Իսկապես այդպես է, իսկապես այդպես է։ Դու չգիտես համերգի են հրավիրում գնաս, չգնաս, երգես, չերգես, որովհետև կարող է այնտեղ մի մարդ լինի դահլիճում նստած, որը որ հայտնվի կադրում, ու այն մյուս մասան չի ցանկանում այդ մարդուն տենա։ Վերջ դու արդեն դրա վկան ես, դու շատ վատն ես, դու միջև անձնականով, չգիտեմ, ընտանիքով ու չգիտեմ ինչով վիրավորանքի է, ժորդ, ասենք, ես չգիտեմ հանդիսատեսնով, ես գնում, ես արտիստ եմ, ես երգիչ եմ, ինձ հրավիրել են միջոցառման համերգի, ես գնացել եմ երգելու, թե այնտեղ ով կա, ես հատուկ մեկի համար չեմ ելույթ ունենում, ես բոլորի համար եմ։ Այո, ես բոլորի համար եմ ելույթ եմ, ինչ եք ուզում ինձանից, ասենք, չգիտեմ, ինչ է գտնում տվյալ արտիստին, երգիչին, հաղորդավարին, որը որ հայտնվել է այնտեղ, որտեղ որ ձեր համար ցանկալի չի։ Իսկ ես քեզ հարցնում եմ, դու գնում ես ինչ որտեղ, որ իմ համար ցանկալի է, չէ, երբեք, օրինակ նույն Facebook-ում ես երբեք բացի շնորհավորանք, ինչ որ չգիտեմ, վատ դեպք ցավակցական ինչ որ բանից, երբեք թույլ չեմ տա ինձ, որ ինչ որ մեկին կարծիք թելադրեմ։ Բայց դու հայտնվում ես միտեղ ու գնաց, հա այդ ինչա, բաց իրանք քեզ դաս են տալի, խրատում են հերիք չի, մի հատ էլ զանգում են, մի հատ էլ բլոկում են, հետո անից մի հատ էլ անեց, չգիտեմ ինչով են ուղարկում։ Ժորդ ամոթ է, հանգստացեք։ Արդեն չես էլ ուզում ոչ մի բան գցել, եթե տենց զուտ շատ աշխատանքային չի։ Նույնը հարցազրույցները, այլևս ոչ մեկին հարցազրույց չես ուզում տալ, որովհետև մոտավորապես հարցազրույցի բովանդակությունը դառնում է այսպես, եթե դու գրես, ասես, որ երբ ես ծանոթացա դերասանական մասնագիտության հետ, մեկ էլ այնտեղ տեսնում ես հետևյալը։
Անուշիկ Արաքելյանը ում հետ է ծանոթացել։ Հետո տեսնում ես տակը գրել է։ Ջանդամը ծանոթանա չի կարդացել է, բան չկա, մարդու մասին չի խոսքը։ Ճիշտ է։ Շատ ճիշտ է։ Մտնում ես ասում ես, լավ, այս վերնագիր է, որ դրել եք։ Հետո մտածում ես, լավ, ասենք թե վերնագիր է, նրանք էլ տես դրել են։ Բա դու գոնե մի հատ կարդա։ Հետո ասա ջանդամը, չջանդամը, թաղեմ ձեզ, չգիտեմ ինչ, այնց սկսվում է, էլի տենց։ Ես հարցազրույց եմ նման դեպքում ու ինձ հարցնում է ամառային հանգիստը ոնց է կազմակերպում, ասեմ իմ համար ամառային հանգիստը ավելի ջրին մոտ պետք է լինի, որովհետև լողալ շատ եմ սիրում ու կարա իմ մեկ օրվա ջրում լողալը ամսվա հանգիստ լինի իմ համար։ Վերնագիրը գրել են Սամսոն Պանյան լողալիս ու ձեր ասացի նման առանց կարդալու, բայց դե լողալու ընդհանրապես ոչ լոգարանի մասին տեսարանքա, ոչ խոսքա, ոչ մի բան կա։ Բայց նման վերնագիր դնող մարդով իր հարցազրույցի վրա նման վերնագիր է դնում։ Ես ներողություն, բայց պիտի մեծ կասկածի տակ դնեմ նախ իր մասնագիտական հմտությունները եւ իր ինտելեկտուալ հմտությունները, որովհետեւ առաջինը քեզ չէ, ինձ պետք է հարգեմ, թե ինչ եմ ես արել, ինչի եմ խոսել այս մարդու հետ, ինչ հարցազրույց եմ վերցրել, ինչ բովանդակություն եմ հասկացել այս մարդուց, որ մի բան էլ որոշեմ, իսկ հետո ինչ վերնագիր պիտի լինի այն հարցազրույցի վրա, որտեղ ես եմ վարում անձս, ինչքան պիտի ինձ չսիրեմ, որի վարած հարցազրույցի վրա դնեմ մի բան, որը պիտի բերի բացառապես հայհոյանք կամ ինչ-որ խեղաթյուրում։ Ես մի բան կասեմ, կարծում եմ այսքան խոսեցինք, ամեն մեկս մեր տեսակետը արտահայտեցինք, բայց կարծում եմ հուսահատվել պետք չի։ Հուսով ենք, որ մեր փրկության ժամն էլ կգա։ Հուսանք այդ դեպքում, այո։ Եկել է արդեն։ Քիչ կգա։ Քիչ կգա։ Քեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Բոլոր գործունեություններում, քո բոլոր այդ պլանավորած գործերում նմանատիպ տեսահոլովակներ շատ ունեցի, այ մեր հայկական մշակույթը այդպես գեղեցիկ ներկայացրել, շնորհակալ ենք մենք։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ այն թիմին, որ աշխատել է այս երգի հետ կապված եւ տեսահոլովակի հետ կապված։